զգուշացեք փարիսեցիների եւ սադուկեցիների թթխմորից, որ կեղծավորությունն է, այսպես ասած մեր Տերը Հիսուս Քրիստոս առաքյալների։ Քրիստոս ընտրեց ձկնորսներին, ինչու ձկնորսներին, որտեղ նրանք բնության հետ էին շփվում, մաքուր էին, անկեղծ էին, հնում հովիվներին էին ընտրում, որտեղ նրանց մեջ կեղծավորություն չկա, օրինակ Նաթանայելին ասեց, ահա մի իսրայելեցի, որի մեջ նենգություն, կեղծավորություն չկա։ Իրենց մեջ չէր հասցրել կեղծավորությունը, նենգությունը բույն դնել, անաղարտ մաքուր տախտակ էին, եւ Քրիստոս վերցրեց Սուրբ Հոգու գրով գրեց առաքյալները, այդ մաքրությունը պահեց եւ կարողացան նաեւ հետագայում փոխանցել քրիստոնյաներին առաքյալները։ Ինչու է փարիսեցիների կեղծավորությունը մեր Տերը Հիսուս կոչում թթխմոր, որովհետեւ կեղծավորությունը խմորելու հատկություն ունի։ Ինչպես է խմորել, այսինքն տարածվելու, փոխանցվելու հատկություն ունի։ Կեղծավորությունը նախ մարդու մեջ է հաստատվում, որտեղ մտքի մեջ։ Մարդը հանգիստ կարող է մտքով կեղծել եւ ոչ ոք չի իմանում, թե ինչ է մտածում այս մարդը։ Առակի մեջ անիրավ դատավորի հետեւյալն է, հետեւյալ կերպով է նկարագրում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Հիշում եք այրի կնոջ եւ անիրավ դատավորի առակը։ Ասում է անիրավ դատավորը Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում։ Եվ այդ անիրավ դատավորը կեղծավոր միտքն է։ Միտքը ասում է Աստծուց չի վախենում։ Ինչու՞։ Որտեղ ինքն Աստծուն չի տեսնում։ Մարդկանցից էլ չի ամաչում կեղծավոր միտքը։ Ինչու՞։ Որտեղ մարդիկ էլ իրեն չեն տեսնում։ Տեսեք, մտքի կեղծավորության առանձնահատկությունն ինչ է։ Ծածուկ է մարդու միտքը, չեն տեսնում։ Մարդը ինչ է մտարում իր մեջ, ինչ է խորհում։ Սուրբ Գիրքն ասում է, մարդը մարդու դեմքին է նայում, Աստված մարդու սրտին է նայում։ Մենք մարդու դեմքին ենք նայում, բայց մարդու սիրտը, հոգին չենք տեսնում, թե ինչ է մտարում այս մարդը։ Ուրեմն առաջին կեղծիկը մարդու մտքի մեջ է ծնվում։ Բնականաբար է մտքից անցնում է սիրտ։ Եվ այստեղ մենք լուրջ աշխատանք պետք է անենք։ Մենք չպետք է կեղծենք մտքի մեջ։ Մենք չպետք է ստենք, անգամ ինքներս մեզ չպետք է ստենք։ Որտեղ այդ կեղծիկը սուտը սկսվում է մտքից։ Մենք արդեն իսկ պետք է զգուշանանք մտքի եւ սրտի կեղծիքից, մաքուր անաղարտ լինենք։ Ինչու՞։ Որտեղ մեր սրտերի մեջ Աստված է երևալու, ասում է Երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պետք է տեսնեն։ Եվ եթե մեր սրտի մեջ նենգություն, կեղծիք կա, այսինքն թույն կա, ուրեմն մենք զրկվեցինք Աստծո տեսությունից։ Տեսեք, մտքի սրտի կեղծիքը, ստությունը առաջնահերթ զրկում է մեզ Աստված տեսությունից։ Երբ որ մարդը մտքի եւ սրտի մեջ անընդհատ կեղծում է, տես թթխմորը ասում չէ մեր Տերը։ Խմորվում է նաեւ լեզուն։ Եթե դու մտքով սրտով ուզում ես կեղծես, լեզվով պիտի խաբես անպայման, պիտի ստես։ Ամեն կերպ քողարկես քո սրտի մտքի գաղտնիքը, պիտի քողարկես, ուզես չուզես պիտի սուտ խոսես, որտեվ քո սրտի ու մտքի մեջ սուտ է։ Եվ եթե դու անընդհատ սուտ ես խոսում, կեղծիք ես ասում, բնականաբար նաև կեղծավոր գործեր պիտի անես։ Այդ մտքից սրտի կեղծիքը պիտի նաև գործի մեջ երևա, հա, պիտի խաբես մարդկանց,
Այսինքն խմորվում է։ Եվ այդ կեղծիքը դառնում է նաև հասարակության վատ օրինակ։ Օրինակ փարիսեցիների օրենսգետները հասարակություն էր դա, այսինքն կեղծավորությունը դա հասարակություն էր։ Ինչ էին կեղծում։ Կեղծում էին օրենքը, մովսիսական օրենքը։ Մեր Տերն ասում է դուք արտաքինն եք մաքրում, բայց ներսը լի է կեղծիքով։ Եվ այդպես մի հասարակություն էր ձևավորվել, կեղծավորների հասարակություն։ Արտաքնապես գեղեցիկ սուրբ էին երևում, շաբաթի 2 անգամ ծոմ էին պահում, ուզում էին հրապարակներում առաջի տեղերը նստել, պատվո հարգանքի նշաններ ստանալ, կեղծավորաբար աղոթքներն էին երկարացնում, այսինքն ամեն ինչ անում են, որ մարդկանցից գովասանք ստանային, բայց Աստծուն ընդհանրապես մոռացել էին։ Տեսեք մարդկային կարծիքը, մարդկանցից եկող փառքը, որքան թշնամի է մեզ։ Դրա համար մեր Տերն ասում է. մի փնտրեցեք մարդկանցից եկող փառքը, այլ փնտրեք միակ փառքը, որ Աստծուց է գալիս։ Ինչու ասում միակ։ Միակ այսինքն մաքուր, անաղարտ, որ այդ փառքը Աստծուց որ գալիս է, միակն է, ուրիշ փառք չկա։ Մենք չպետք է ուզենք մարդկանցից փառավորվել։ Այդ մարդկային փառքը միակ չի։ Եվ որքան մարդ կա, այնքան էլ փառք կա։ Որքան մարդ կա, այնքան էլ կարծիք կա։ Եվ եթե դու սկսես ապրել մարդկային կարծիքի համապատասխան, ուրեմն 1000 հատ փառք պետք է դու փնտրես։ Ինչքան մարդ կա, այնքան մարդկանց կարծիքով պետք է առաջնորդվես։ Մեկ այսօր էս ասում, քեզ էսպես պետք է պահես։ Վաղը ուրիշ բան ասում, բայց երբ որ դու Աստծո փառքն ես փնտրում, Աստված միակարծիք է, մեկն է։ Կարիք չկա դու մարդկային կարծիքին պատասխան տաս։ Դու Աստծո փառքն ես փնտրում։ Դու մաքուր ես, անաղարտ ես, ուզում ես պատվիրանները պահել, ով ինձ սիրում է, իմ պատվիրանները կպահի, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ տեսնում ես, որ հստակ մաքուր է քո մեջ։ Կեղծիքը նախ եւ առաջ հանում ես քո մտքից, թթխմորը հանում ես քո մտքից, սրտից։ Ուրեմն լեզուդ էլ կարիք չունի խաբելու։ Լեզուդ չի խաբում, որտեղ սիրտդ չի խաբում, որտեղ միտքդ չի խաբում։ Գործերդ էլ բարի են, շիտակ են, ուղիղ են, մաքուր են։ Եվ դու քրիստոնեական թթխմորն ես։ Քեզ օրինակ ես ծառայում։ Տեսնում են քո մեջ մաքուր սիրտ, մաքուր միտ, մաքուր լեզու, մաքուր գործ, մաքուր կյանք։ Եվ այդպես սկսում են մարդիկ օրինակ վերցնել։ Այսինքն կեղծիքը դու քո միջից հանում ես, դառնում ես բարի թթխմոր, ոչ թե կեղծավորության թթխմոր։ Ուրեմն կեղծիքը փարիսեցիների նախ եւ առաջ խմորում է մեր միտքը, սիրտը, հետո մեր լեզուն, հետո մեր կյանքը, մեր գործերը, հետո մենք ենք սկսում խմորվել կամ խմորել։ Այսինքն դառնում է հասարակության չափանիշ, կեղծավորություն, մարդկային փառքը դառնում է չափանիշ։ Մարդիկ ապրում են իրարից փառավորվելու համար եւ մոռացել են միակ Աստծուց եկող փառքը։ Ուրեմն մենք այդպես չապրենք, մենք փնտրենք միակ փառքը, որ Աստծուց է գալիս։ Ամեն։